Դեպի տեսախցիկներ, հա։ Հիմնական արկածացան, վաճառացան, ինչու այդ բանը չի Մեզ շատ կարևոր է, որ գիտակցենք հետևյալը, որ այս իշխանությունը երկար տարիներ շարունակ ամեն ինչ չեն ուզել հրապարակեն, յուրաքանչյուր տեսակի հանցավոր քայլերը իրենք այդ ամենը կոչել են իբր հուժ գաղտնիության ավաններ։ Դեռ 4 տարի, 5 տարի շարունակ, քանի տարի շարունակ իրենք այս հանձնաժողովը որ ստեղծվել էր, իրենք իբր ասում են, որ սա լույս է սփռելու բոլոր հանցագործների եւ այլ բոլորի վրա եւ դատական ակտեր են լինելու, այո, ձերբակալություններ են լինելու։ Դրանից հետո հանկարծակի բոլորը դրա մասին լռեցին, ասում են, որ ուշացրել են այդ ինչ-որ հանձնաժողովի զեկույցը, հետո այդ զեկույցը դարձավ ոչ թե ուշացրել են մի քանի օր ոնց որ զեղչերի խանութ էր, ուշացնում են, զեղչը ուշացրել են, արդեն էլ չի աշխատում։ Հետո սկսեցին խոսել, որ իբր դա հույժ գաղտնի է։ Ի՞նչն է հույժ գաղտնի։ Մենք կորցրել ենք մի ամբողջ երկրորդ հանրապետություն։ Մեր հայրենակիցները այնտեղից բռնի ուժով տեղահանվել են։ Մենք հազարավոր կյանքեր են կորցրել։ Մեր եղբայրների դուք հասկանում եք, սա աղետ է։ Մեր պետականությունը այսօր սարքել են բրոշկա, կպցրել են դոշերներին Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ մեծությամբ, իր ամբողջ հզորությամբ ոչ մեկը չեք կարող դուք ձեր դոշին մանտակ, դուք է դրա տակ խեղդվեք։ Բրոշկա եք սարքել, կպցրել եք այն բրոշկեն, որը ձեզ ասել են, որ արեք էդի։ Ու դա ասել են թուրքերը, ասել են մեր թշնամիները, ովքեր ձեզ եւ պարտադրում են մնացած ամենը։ Հիմա օրինակ ես ձեզ որ հրապարակային դուք այսօր չեք խոսում նրա մասին, այդ ինչ եք բացահայտել։ Ի վերջո այս պատերազմի պատասխանատուները պետք է լինեն, թե չէ։ Խոսում են։ Ինձ համար ոչ մի կասկած չկա, ինձ համար միանշանակ պարզ է, որ այս իշխանությունը ամենի պատասխանատուն, բայց իրենք հանրությանը ներկայացնում են, որ նախկիններն են մեղավոր։ Դե ցույց տվեք, որ հասկանանք ովքեր են մեղավոր, որ հասարակությունը իմանա, հիմա ընտրությունների է գնում։ Ինչ ընտրության է գնում, ում հետ է գնում ընտրության։ Միգուցե ներեցեք այս պատասխանատուներից, պատերազմի հանցագործներից շատ ու շատ մարդիկ կան, որոնք այսօր նորից ուզում են վերընտրվեն կամ ուզում են ընտրվեն։ Ցույց տվեք հանրությանը, հանրությունը իմանա, դուք ասում եք մենք լեգիտիմ ենք, մենք անկեղծ ենք, մենք ազնիվ ենք իբր։ Ինձ համար նորություն չկա, ինձ համար ոչ մի նորություն չկա, ինչ իրենք պետք է անեն, բայց հանրությունը պարտավոր է իմանալ։ Ըստ ձեզ հնարավոր է հենց պատճառը ընտրություններն է, որպեսզի չհանրայնացվեց եւ Ոչինչ չենք բացառում, այո, շատ հավանական է եւ ընտրություններն են։ Այո, շատ հավանական է իրենք ամեն ինչ փորձում են անել, ուրախ ավտոբուս են սարքել իրենց, շրջում են շրջակա բոլոր տեղերով պտտվում են, բոլորը հավաքվել են այնտեղ ու խոսում են ընտրություններից, թոշակների բարձրացումից, անվտանգությունից, ինչ անվտանգությունից եք խոսում, դուք ամեն ինչը վտանգել եք, ցույց տվեք, այդ հանձնաժողովի ամբողջ այդ զեկույցը ցույց տվեք, թող հանրությունը ճանաչի։ Մի պահ ասեցին, որ իբր կա գաղտնիություն եւ կար որ գաղտնի չէր, ցույց տվեք։ Ինձ համար չկա ձեր գաղտնիությունը, ի՞նչն է գաղտնիությունը։ Ինչ պետական գաղտնիքի մասին է խոսքը, երբ որ թիվ 1 պատասխանատու կոչված է հանրային բոլոր եթերներով կամ մամուլի ասուլիսների ժամանակ կամ ազգային ժողովի ամբիոնից անընդհատ խոսում է բաց ամենի մասին։ Ինչ գաղտնիություն։ Գաղտնիություն դուք չեք պահում ընդհանրապես, չկա ոչ մի գաղտնիություն։ Բայց ինչև է, թեկուզ եթե գաղտնիություն հրապարակեք են ինչ որ հարկավոր է ժողովուրդը իմանա ի վերջո ովքեր են մեղավորները։ Մենք ունենք գերեվարված ընկերներ, բարեկամներ, հարազատներ, զինակից ընկերներ, մեր որդիները, մեր ընկերները, ուր են այդ մարդիկ։ Ի վերջո այս ինչա կատարում, սա պետություն է, դուք խոսում եք պետական շահից, դուք խոսում եք իբր մեր պետության եւ ազգային շահից։ Իրականում դուք գիտակցում եք մեր պետական եւ ազգային շահը։ Ես վստահ եմ, որ ոչ, բայց հասարակությանը այս ամենը ինչ որ մենք հիմա փորձում ենք նախաձեռնել եւ փորձում ենք սա ամեն
բոլորիդ օգնություն աջակցության կարիքը ունենք, որովհետև սա բոլորիս կարծում եմ չկա այսօր հանրապետությունում մի մարդ, նույնիսկ հանրապետությունից դուրս չկա մի հայ, ում համար սա կարևոր չի։ Բարձրաձայնեք, թող հանրությունը, հասարակությունը, հայ ժողովուրդը իմանա, որովհետև նույն 44 օրյա պատերազմի համար միլիոնավոր հայեր տարբեր տեսակի աջակցություններ էին ցուցաբերում, այդ թվում եւ մասնակցությամբ, եւ իրենց գալով, եւ ֆինանսական, եւ մնացած բոլոր տեսակի, բոլորը պարտավոր են իմանան ինչ եղավ, հաղթելու ենք ձեր կարգախոսը, վերջում դարձավ Արցախը Ադրբեջանի կազմում, Ադրբեջան է, Արցախ էլ Հայաստան չի։ Շուշին դժգույն է։ Ինչ դիմում եք տալուց, ինչ եք։ Այդ դիմումի համար մենք կընթերցենք ձեզ, դա եւ իրավական ինքը դիմումներ են լինելու, ավելի համառոտ մենք դա կընթերցենք։ Շնորհակալություն։ Պարոն Իսրայելյան, Ես ուրեմն